Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչ հունվարի 10-ին Թումանյանի զինվորական կոմիսարիատի բակը կրկին մարդաշատ է, այստեղ են նորակոչիկների հարազատները, ընտանիքի անդամներն ու ընկերներ, երիտասարդներն անցնում են վերջին բուժզննումը։ Ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները դեռևս հոկտեմբերից են մեկնարկել։ Առաջին հերթին անցկացրել ենք բոլոր զինակոչիկներին մեր տեղի բժշկական հանձնաժողովով, տարածքային բժշկական զինկոմիսարիատի ինքից բժշկական հանձնաժողովի ուժերով անցկացրել ենք բուժ հետազոտություն, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ, բոլորը, անխտիր բոլորը ուղեգրվել են համապատասխան բուժ հաստատություններ, այնտեղի հետազոտման արդյունքների հիման վրա որոշում է կայացվել, արդյոք տվյալ զինակոչիկները ի վիճակի են համալրել մեր զինված ուժերի շարքերը, թե ոչ։ Հավատացնում եմ ձեզ, որ հիմա մաքսիմալ առողջ կազմ է ընտրված, որպեսզի ուղարկենք համալրեն մեր զինված ուժերը։ Զինկոմիսարիատի բակից նորակոչիկները շարժվեցին դեպի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ աղոթք բարձրացրին, ապա կատարվեց մոմավառություն։ Մոմավառությունից հետո հնչեցին ելույթներ, ապա նորակոչիկներն Ալավերդու քաղաքապետարանի կողմից ստացան նվերներ, լսեցին բարեմաղթանքներ։ Ուզում եմ իրանց բոլորին մաղթեմ առողջություն, բարի երդ, բարի վերադարձ։ Ով գնացել է այսօր, բոլորը նույն կազմով վերադառնա։ Հայրենիքի սահմանները պաշտպանելու երիտասարդները մեկնում են բարձր տրամադրությամբ։ Լավ տրամադրությամբ եմ գնում, պատրաստ եմ ու այդ մեր պարտքն է, որ պետք է հայրենիքին տանք։ Բարեծառայություն, խաղաղություն լի, անշալու փորձանք լի։ Բոլորին ցանկանամ խաղաղություն, ամենակարևորը ոնց որ գնում են հենց էլ հետ գան։ Ողջ առողջ հասնեն իրենց ծնողներին։ Առաջին հերթին խաղաղություն, բարի վերադարձ։ Անփորձանք ծառայություն։ Թումանյանի տարածաշրջանում հաջորդ զորակոչը հունվարի 14-ին է։ Մերի Կոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։